Պարոն Պապան, որ խոսեցիք ալյումինի արտադրության մասին, ես ուզում եմ հետաքրքրվել պղնձաձուլարանի ծրագրի մասին, ինչ աշխատանքներ են իրականացվում, որտեղ դա ֆունդամենտալ են խոստումներից է, որ քաղաքացիական պայմանագիրը տվել է ընտրվելուց առաջ, բայց մինչև հիմա չգիտենք ինչ գործընթաց կա եւ որևէ տեղեկություն չկա պղնձաձուլարանի կառուցման աշխատանքների մեկնարկի կամ նպատակների մասին։ Ուրեմն պղնձաձուլարանի հետ կապված։ Պղնձաձուլարանի հետ կապված վերջին իմ քննարկումը տեղի է ունեցել հենց ԶՊՄԿ-ում, ուրեմն գործարանի գլխավոր տնօրենի հետ եւ տնօրենության հետ հանդիպման ընթացքում ըստ էության իրենք նշում են, որ ծավալների ավելացումը պլանավորում են, որ ծավալների ավելացում, եթե պատշաճ մակարդակով տեղի ունենա, այնտեղ նաեւ խնդիր կա նոր հանք ըստ այսինքն որպեսզի իրենք գործարանը գործարկեն, պետքա ծավալները ավելանա, պետքա նոր հանք գործարկեն, նոր հնարավորություններ բացի, այսինքն բնությունը այդ հնարավորությունը տալիս է, պետքա այդ հանքերը գործարկեն, ինչը նաեւ այնտեղ մի կարծեմ բնակավայր կա, չէ՞։ Նու համաձայն եմ, այսինքն կան բնապահպանական խնդիրներ, հիմա ես փոխանցում եմ այն, ինչ որ մեր վերջին խոսակցության արդյունքում է եղել, այս պահին այդ մասով դա կարող եմ ասել, այլ ուրեմն նորություն չունենք։ Եվ երրորդը պղնձաձուլարանի հետ կապված դուք ունեք կոնկրետ պատասխանատվություն եւ պարտավորություններ ժամկետներով նշած։ Հստակ ժամկետները վաղուց մի քանի անգամ խախտվել են։ Պղնձաձուլարանը պետք է վաղուց գործեր, չի գործել։ Ժամկետները տրվել էին, հանձնարարականները տրվել էին, հիմա ով ում վրա է գցել, ինչ արել, պղնձաձուլարանը փաստացի չկա եւ ձեր խոստումը չեք կատարել։ Հիմա ձեզ Geopromining-ը կամ չգիտեմ որևէ մեկը ԶՊՄԿ-ից ով ինչ է ասել, ես չեմ կարող ասել, բայց պատասխանատվությունը կրում եք դուք որպես կառավարություն։ Հիմա ստեղ եկել մի հատ այդ ժամկետը կասեք, որտեղ է ֆիքսված պղնձաձուլարանը։ Ժամկետները վարչապետի խոստումների մեջ առանձին հեսաբակագրել կառավարության ծրագրի նախընտրակը որտեղ է, որ հստակ ժամկետը կառավարության ծրագրի մեջ եւ Նիկոլ Փաշինյանի ելույթներում ես դրա մասին առանձին ելույթ եմ ունեցել, ժամկետների մասին մեջբերումներով, ուղղակի այս պահին ձեռքից տակ չկա, հիմա կներկայացնեմ։ Եվ նաև եթե լավ մի քիչ որ Google-ի որոնողական համակարգը գործի դնենք, այնտեղ հստակ կան նաև նախանշված իր հանձնարարականները, տվյալ ժամկետները եւ այլն։ Հիմա ես ուզում եմ հասկանալ հստակ դուք որպես կառավարության ներկայացուցիչ, նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ վարչության, հստակ երբ է իրականացվելու ՔՊ-ի այդ խոստումը, որը որ տարիներ շարունակ չի իրականացվում, հստակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ուղղակի նշել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենագլխավոր խոստումներից մեկը տարատեսակ օլիգարխների եւ փայատերերի եւ փեսաների մասնակցությունը ԶՊՄԿ-ում կրճատել եւ դրա փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 22.5% մասնաբաժին տալը իրականացվել է եւ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ասենք օրինակ տարբեր փեսաների եւ իրանց շրջապատի փոխարեն 22.5% փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ այդ պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրինակ մի փոքրիկ չափով շահաբաժին է բաժանել եւ 22.5% շահաբաժինը 33 միլիարդ դրամ կարծեմ շահաբաժինները, այսինքն ընդհանրապես մի փոքրիկ ժամանակահատվածի համար շահաբաժին են բաժանել եւ մեր քաղաքացիները, մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը 33 միլիարդ դրամ դրանից օգուտ է ունեցել։ Ինչ վերաբերվում է ուրեմն բուն մետաղաձուլարանի, ես նշեցի արդեն, որ այդ հարցը գտնվում է հիմնական սեփականատիրոջ, այսպես ասած, որոշման տիրույթում եւ իր ներդրման տիրույթում եւ հասկանալի է, որ մենք ունենք նաեւ իր հետ որոշակի պայմանավորվածություններ եւ այդ բնականաբար այդ հարցերը, որոնք որ դուք եք բարձրացնում, մենք ենք բարձրացրել եւ բարձրացնելու ենք դեռ բնականաբար, որովհետեւ այդ խոստումները առաջին հերթին հանրապետության վարչապետին են տրվել եւ հանրապետության վարչապետը իրեն տրված խոստումը փոխանցել է։ Ինչ վերաբերում է կոնյակի մասով, ուրեմն այս պահի դրությամբ Տիկին Թովմասյան, այնտեղ ուրեմն կա 130, ուրեմն 130-ից ավել մեքենա, բայց այս տեսեք, այս մեքենաները իրականում հիմնականում վերջին օրերին են գնացել, որովհետև ինչ որ մի շրջան մեքենաներ Հայաստանից ուղղակի չէին գնում, որովհետև այնտեղ ուղղակի գնում կանգնում էին։ Հիմա երբ որ process կա, այդ մեքենաները գնում են եւ մենք ունենք պայմանավորվածություն, որ ուրեմն process-ները պետք է արագանան, որպեսզի գնա։ Այստեղ եւ լավ լուր կա եւ վատ լուր կա։ Վատ լուրը այնա, որ
ըստ էության որոշակի դանդաղում այնուամենայնիվ կա, լավ լուրը այն է, որ այդ ժամանակ մի ամիս էին կանգնած, հիմա մի քանի օր են կանգնում, այսինքն որը էլի խնդրեմ է մեր համար եւ միանշանակ այդպես է, բայց այստեղ մի հատ լավ լուր էլ պետքա արտահայտեմ, ուզում եմ գովեմ մեր կոնյակ արտադրողներին, կար այդպես ասած հանրային ընկալում, թե Հայաստանից արտադրվող կոնյակի մի էական մասը կամ մեծ մասը բան է, ցորենի սպիրտից ինչ որ պրոդուկտներ է եւ այդպես ինչի, փաստը ցույց է տալիս, որ վերացական ուրեմն ստուգումը ցույց է տալիս, որ մեր կոնյակի բացարձակ մեծամասնությունը, գրեթե 90%-ը դրական եզրակացություն է ստանում, այսինքն սա իրականում ես անկեղծ կնեմ իմ համար հաճելի զարմանք ա եղել, որովհետեւ տենց հանրային խոսակցություններ, չստուգված լուրեր բազմաթիվ կային եւ սա ինձ համար շատ հաճելի նորություն է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տնտեսվարողներին, որովհետեւ այնուամենայնիվ այդպիսի բազմաթիվ հրապարակումներ նաեւ ինչ է հա, իսկ պատճառը նա է, որ վրացական կողմը ասում է, որ ես որպես տրանզիտ երկիր հողում տալով որոշ մեկնաբանությունների, որոնք անձնապես ինձ համար այդքան էլ ընդունելի չեն, ասում է, որ որպես տրանզիտ երկիր ես չեմ ուզենա, որ իմ երկրի տարածքով անցնի մի ապրանք, որի անունը կոնյակ է, կոնյակը դա այն պրոդուկտն է, որի մեջ պարտադիր պետք է 100%-ով խաղողի սպիրտ լինի։ Նաև մեր օրենքով է այդպես սահմանված, մենք օրենքով հստակ գրել որը բայց այդպեսին չլինի, հետևաբար ես փորձակնություններ եմ ուզում անցկացնեմ եւ այլն։ Հիմա այդտեղ կան նաեւ տարբեր տեսակի խորքային հարցեր, որոնք որ հրապարակային չեմ կարող բարձրաձայնել, կարիք կլինի կարող եմ առանձին փակ հանդիպման ֆորմատով ներկայացնել։